Բարի գալուստ ուժեղ ոդքասթի աշխարհը։ Ողջույն բոլորին, ուժեղ ոդքասթի հերթական թողարկումն է եւ մենք նորից ունենք ուժեղ հյուր, իդեմս Լիկա Թումանյանի, ողջույն Լիկա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու։ Ահագին շատ հարցեր ունենք, ես մոտավորապես տենց 20 հատ հարց եմ գրել, որ պիտի տամ, նույնիսկ այդքան անգից չեմ հիշել, դրա համար էլի sense թուղթը իմ դիմաց դրած է։ Ահագին շատ բաների մասին մենք կխոսենք, ուղղակի sense մի հատ կուզեի մասնագիտական նենց հարցով սկսենք, դրա շուրջ մի թեթև ծավալվենք ու անցնենք հիմնական հարցերին, դա մեդիա գրագիտությունն է, որի խնդիրը մենք ունենք։ Օրինակ կուզեի այդ հարցը մի հատ իրար հետ քննարկեինք։ Մարդիկ կան, տեսնում են լուրեր, որոնք օրինակ եթե ես կամ դու ենք տեսնում, արժանահավատությունը միանգամից կասկածի տակ ենք դնում, բայց օրինակ մեր մոտ աշխատում են կայքեր, որոնք որ տարածում են կեղծ լուրեր, օրինակ, չգիտեմ, Թուրքիան անցավ ջրի տակ ու դա տասնյակ հազարավոր դիտումներ, լայքեր եւ այլն տարածումներ ա գտնում, բայց ակնհայտ է, չէ՞, որ այդ լուրը իսկությանը չի համապատասխանում։ Օրինակ, ոնց աշխատենք այս հասարակության հետ, որպեսզի իրենք սկսեն դառնան մեդիագրագետ, նման լուրերի չհավատան, ավելի առողջ հասարակություն ունենանք ու ավելի ճիշտ որոշումներ կայացնող հասարակություն կունենանք այդ դեպքում։ Մի թեթև էս հարցի շուրջ sense։ Այս հարցը 6 տողանոց էր։ Էս 20-ի մեջ չէր մտնում իդեպ ասեմ։ Կա երկու պատասխան, մեկը կարճ, մեկը երկար։ Կարճ պատասխանը հետևյալն է. որևէ խնդիր մարդը չի շտկում, մինչև այդ խնդիրը չի արժենում ինչ որ բան։ Ախր շատ բան արժեցավ արդեն։ Չարժեցավ։ Մարդիկ պիտի տեսնեն դրա հետևանքները ամեն օր իրենց կյանքի որակի վրա։ Երբ մարդ տեսնում է կյանքի բարելավում որևէ խնդիր շտկելուց, ինքնուրույն սեփական կամքով գնում է այդ խնդրի շտկման ուղղությամբ։ Հակառակ դեպքում դու չես կարող ստիպել, որովհետև արգելված պտուղը ավելի համեղ է, ավելի քաղցր է եւ ցանկալի։ Այսինքն արգելել անիմաստ է, արգելված է։ Սա արդեն երկար մասն է։ Ինչպես են պայքարում սովորաբար, եւ սա ուզում եմ նշել, որ հայկական խնդիր չէ։ Սա համամարտկային խնդիր է, տեղեկատվական դարի բաղադրիչներից մեկն է։ Այդ հուսադրումը, որ մենակ հայկական Այո, որովհետև մենք ունենք ահռելի քանակի ինֆորմացիայի հոսք, որ մարդիկ ունակ չեն վերահսկեն, քննեն, հասկանան, ծամեն, մարսեն, բնականաբար, որ պետք է սկսեն անփույթ վերաբերվել։ Սա ուղղակի տեղեկատվական դարի հետևանքներն են։ Հիմա միակ ձևը եւ միջոցը դա մեդիա իմունիտետը բարձրացնելն է։ Այսինքն աշխատել մարդկանց հետ ոչ թե այս կամ այն լուրը հերքելու ուղղությամբ, այլ քննական մտածելակերպ զարգացնելու, քննական, ժողովուրդ չեն, քննադատական չէ, քննական տարբեր բաներ են։ Քննական մտածելակերպը զարգացնելու, կոգնիտիվ ֆունկցիաները արագացնելու, ուժեղացնելու, ակտիվացնելու ուղղությամբ, որովհետև նույն սկրոլինգը ուղղակի մեզ դարձնում է բութ կենթանի։ Բոլորս էլ դրանով պարբերաբար տառապում ենք, որոշ մարդիկ զգում են, վերահսկում են, փորձում են կրճատել ժամանակը, որոշ մարդիկ չեն զգում ու չեն էլ կրճատում եւ բթանում են։ Այսինքն ինքնավերահսկողություն, ինքնագիտակցում, քննական մտածելակերպ, իրատեսություն եւ այդ ամենը հնարավոր չէ սովորացնել մեկ օրում կամ մեկ ամսում եւ սա ավարտուն process չէ։ Եթե դու հասար հաջողության ինչ որ տարիքի մարդու հետ, դա չի նշանակում, որ այդ էֆեկտը կպահպանվի տարիներ շարունակ։ Սա անվերջ եւ հետեւողական, մշտական ապրելակերպ է։ Սա պետք է դառնա ապրելակերպ։ Տասնամյակներում լուծվող հարց է, այսինքն դες կարելի է ընդհանրել թե ավելի արագ Եթե դա դառնա պետական նախագիծ, կարևոր մի պետական մակարդակով, ես կարծում եմ, որ զգալի փոփոխությունների կարելի է հասնել անգամ 3-ից 5 տարում։ Կարելի է, բայց կայուն էֆեկտի այդ էֆեկտի երկարատև պահպանման համար անհրաժեշտ է, որ դա դառնա մշտական աշխատանք, անդադար։ Մարդկանց ոչ միայն պետք է սովորեցնել տարբերել սուտը ճշտից, թացը չորից, այլ նաև կարողանալ հասկացնել, թե որտեղ են թույլատրելի սահմանները, որովհետև ստեղ սկսում է մեկ այլ ծայրահեղություն։ Մարդիկ ասում են սա վատ է, սա լավ է եւ առհասարակ մարդկությունը ձգտում է մարդու ուղեղը հակված է նրան, որպեսզի հեշտացնի խնդիրը, պրիմիտիվացնի կամ Ախր երբեմն լինում է եւ ախր երբեմն լինում է կիսաճշմարտություն, երբեմն լինում է սենդվիչի էֆեկտ։ Դու չես կարող միանշանակ ինչ որ չափանիշների մեջ տեղավորես, կաղապարների ու ասես սա սխալ է, սա ճիշտ է։ Պետք է կարողանալ ինքնուրույն հասկանալ, որտեղ է սուտ, իսկ որտեղ է այդ սուտը պետք, իսկ որ չափաբաժինն է անվտանգ։ Սա նույն բանն է, ինչ սովորել շփվել մարդու հետ։
Երեխան մեծանալով սովորում է դա տարիներ շարունակ, բայց ոչ 10 տարեկանում է դադարեցնում այդ սովորելու process-ը, ոչ էլ 50-ում, որովհետև մենք էլ ենք փոխվում։ Սա նման է հաղորդակցության, սա նման է սոցիումի փոխհարաբերությունների։ Դու պիտի սկսես հասկանալ ճիշտը, սխալը, կիսա ճշմարտությունը, կիսա սուտը, դրա անհրաժեշտությունը, արդարացվածությունը, շատ նուրբ աշխատանք է։ Լավ պատասխաններ, մի անգամից ես ուզում եմ մասնել խաղաղության թեմային, արդյոք օրինակ ճնշման տակ կնքված խաղաղության պայմանագիրը կբերի խաղաղություն, երկարաժամկետ կայունություն կապահովի թե չէ, ու դրա համատեքստում մի հարց եմ ուզում տալ, որովհետև շատ է արծարծվում, որ խաղաղության հետ կապված երկրորդ հարցն է, ենթահարց ասեմ, էլի սրան։ Խաղաղության հետ կապված նաև շատ արծարծվում 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, դա արդյոք չի հանգեցնի դեմոգրաֆիական մեծ աղետի, որ սա արդեն հայկական պետություն չի լինի։ Կհանգեցնի։ Իսկ հիմա նորից առաջի հարցը։ Առաջի հարցը, արդյոք խաղաղություն ճնշման տակ, դա երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում մեզ համար կապահովի թե ոչ։ Ոչ մեկին չի ապահովի, ոչ մեզ, ոչ էլ խաղաղություն պարտադրողին։ Բացի միջազգային կոնվենցիաներից, որտեղ հստակ ասվում է, որ ճնշման կյանքի սպառնալիքի վտանգի տակ ընկված որևէ պայմանագիր առ ոչինչ է, այդ մի կողմ դնենք։ Որևէ պարտադրանք, ուզում է դա լինի միջպետական, ուզում է դա լինի միջանձնային, երբեք չի լինում երկարատև, միշտ առաջացնում է դիմադրություն եւ միշտ հանդիսանում է ապագայում պայթող ռումբի էֆեկտ։ Միշտ։ Եվ մենք դա տեսել ենք տարբեր երկրների օրինակներով, մենք դա տեսել ենք տարբեր ընտանիքների օրինակներով, միջանձնային հարաբերություններում չի լինում այնպես, որ ինչ-որ բան երկար կուլտաս, իսկ հետո չտրաքես։ Այսինքն կարող ենք սրանից անել ընդհանրապես մեկ եզրակացություն։ Նրանք, ովքեր մեզ պարտադրում են խաղաղություն, բացարձակապես միտված չեն այդ խաղաղության։ Իրական նպատակները բացարձակապես խաղաղության մասին չեն։ Ավելին, նրանք, ովքեր հանդիսանում են պրովայդերը այդ խաղաղության Հայաստանում, նույնպես դա գիտակցում են։ Եվ ընդհանրապես այդ փաթեթավորումն է ասվում իբր խաղաղություն, սա խաղաղության մասին չէ, սա կապիտուլյացիայի, փաթեթավորման եւ լեգիտիմացման մասին է։ Եթե ամբողջացնենք, ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետություն, նայեք, ես որպես քաղաքագետ, իմ երկրորդ կրթությամբ քաղաքագետ եմ։ Գրագետ քաղաքագետը երբեք չի տալիս սև սպիտակ, երբեք չի ասում կամ Կան բազմաթիվ սցենարներ, որովհետև մենք չենք ապրում առանձնացված, մենք ապրում ենք տարածաշրջանում եւ Հայաստանի վրա ազդեցություն ունեն եւ ներքին գործոնները եւ արտաքին գործոնները եւ քո հետ փոխկապակցված գործոնները եւ քո հետ կապ չունեցող գործոնները։ Օրինակ դնենք ու քննարկենք, թե ինչպես է անդրադարձել Հայաստանի իրավիճակի վրա Ամերիկայի վարքագիծը Վենեսուելայի նկատմամբ։ Թվում է թե ոչ մի, բայց իրականում ունի հետևանք, դոմինոյի էֆեկտ ունի։ Եվ ամեն ինչը փոխկապակցված։ Ըստ այդմ չկա ինչ հետևանք կունենա։ Բազմաթիվ տարատեսակ հետևանքներ կարող է ունենալ։ Սկսած վատթարագույնից, որ Հայաստանի Հանրապետություն կարող է գոյություն չունենալ։ Կարող է լինել քարտեզի վրա ուղղակի ուրվագիծ, որտեղ գրված լինի Արմենիա, բայց իրականում դեմոգրաֆիկ կազմով, կրոնական պատկանելիությամբ եւ որևէ այլ ազգային հայկական պետություն ընդհանրապես բազմազգ ինչ որ զանգված լինի, որը ապրում է Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքում, բայց բացարձակապես հայերի հետ որևէ առնչություն չունի։ Օրինակ մենք միշտ ադրբեջանցիների վերադարձի մասին ենք այս պահով խոսում, բնականաբար ամենամեծ վտանգը հենց այդ է ներկայացնում, որովհետև մենք գիտենք, որ ադրբեջանցիները գնում ինչ որտեղ հաստատվում են, բազմանում են, շատանում են, ավելի շատ մեծ ծնելիության մակարդակ ունեն, քան օրինակ հայերը ու ընդհանրապես 1-2 տասնամյակի ընթացքում կարողան նենց դեմոգրաֆիկ պատկեր փոխվի, որ դա արդեն Հայաստան չլինի։ Հենց այդ նպատակով էլ անում են, նույնիսկ ես առիթից օգտվելով սենց լուրեր է շրջանառվում, որ այդ ադրբեջանցիները լինելու են ադրբեջանական բանտերից համաներում ստացած հանցագործները իրենց ընտանիքներով հանդերձ։ Մեծ նշանակություն ունի բանտերից են լինելու թե չբանտերից։ Բայց դա ավելի վտանգավոր է դարձնում։ Ավելի վտանգավոր է դարձնում։ Ոչ պակաս վտանգավոր են նաև սովորական մարդիկ, ովքեր ունեն հստակ հանձնարարություն, վերահսկվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից եւ իրականացնում են հստակ պլանավորված գործունեություն։ Ինչ տարբերություն դա լինելու է մարդասպան դանակը ձեռքին, թե ուղղակի ընտանիքի հայր, որը ամեն տարի ունենում է երեխա
Եվ վաղը մյուս օրը 10 երեխա կգնա դպրոց, իսկ այդ դպրոցի համար անհրաժեշտ կլինի արդեն ադրբեջաներեն լեզու, որովհետև դե ազգային փոքրամասնություն, դե ազգային փոքրամասնություն ուրեմն մեզ պետք կլինի կողք անպայման մի հատ մզկիթ, իսկ հետո պետք կլինի անպայման ազգային ժողովում ներկայացվածություն, իսկ հետո վաղը չեմս որ մենք կունենանք վարչապետի տեխնացու ադրբեջանցի։ Սա է ավելի վտանգավոր, թե ակնհայտ սպառնալիքով դանակով մարդ, որին կարելի է դատել օրինակ մարդասպանության համար։ Առաջինին չես դատի։ Հիմա որն է ավելի վտանգավոր։ Դե բնականաբար քո ասած տարբերակը ընտանիքը, բազմազավակ ընտանիքը, որը հարևանություն է անում, վաղը մյուս օրը իրար հետ կշփվեն, կամուսնանան, կստացվեն խառընտանիքներ, այն ինչ ես ու դու ենք խոսում կդառնա արդեն մարգինալ, մենք կդառնանք ռևանշիստներ, մենք կդառնանք անիմաստ ինչ որ ահեր, վախեր, ինչ որ զարգացնողներ, մեզ սկսեն մատով ցույց տալ, ասեն գժերին հələ չես նայում, հանգիստ ապրում ենք մեզ համար։ Սա ավելի վտանգավոր է, Տիգրան։ Շատ լավ, այդ դեպքում որ նայենք Արմիր գիծը, որ պետությունը պիտի չզիջի։ Այս պարագայում խոսքը մեր պետության մասին է։ Կառավարության շենքում է այդ Կարմիր գիծը, որը պետքա չզիջի։ Քաղաքական կամքն է, որ պետքա չզիջի։ Այդ ընդեղով անցնում մեր խրամատը։ Բայց օրինակ հասարակությունը կարող է վերահսկի այդ process-ները արտաքին քաղաքականության հետ կապված, թե գաղտնի արվում ու փակ գործընթաց է հասարակությունը վերահսկողության եւ չափաբաժնի դերակատարումը մի քիչ ուռճացված է, որովհետեւ մենք ունենք հակասություններ։ Այնտեղ որտեղ դա կարևոր է, անտեսում ենք հանրային գործոնը։ Իսկ որտեղ կարևոր չի, հակառակը մարդկանց ուսերի վրա բարդում ենք ավելին, քան նրանք կարող են կամ ուզում են։ Քաղաքական գործունեությունը չի լինում ինքնաբուխ։ Քաղաքական գործունեությունը ենթադրում է քաղաքական գործիքներ եւ քաղաքական ակտորներ։ Այս դեպքում քաղաքական դաշտում մենք հիմա տեսնում ենք իրական գաղափարական պայքար, թե ավելի շատ անձերի շուրջ է մեր մոտ պայքարը։ Եվ նորից եմ ասում, քաղաքագիտորեն չի ասել կամ ընտրություններ են դիմացը, դրա համար այս հարցը կարևոր է դառնում։ Կա եւ գաղափարական պայքար, կա աթոռի համար պայքար, կա արտաքին տեր ընտրելու համար պայքար, կա վարկը փակելու համար պայքար։ Բոլոր տեսակի պայքարները կան։ Այդ վարկը փակելու համար պայքարից այնտենց 1-2 հարց եմ դրա հետ կապված առանձնացրել։ Օրինակ սոցիալական օգնությունները, հատկապես որ արցախցիներին էլ է տրամադրվում, դրանք ինչ որ ժամանակավոր լուծումներ են, թե ծովա իրականացնում այդ օգնությունը։ Ուղղակի լրացնում են արցախցիներին այդ օգնությունը։ Ոչ, լրացնում են, իսերս դրանով պետք է լրացնեն արցախցիներին, հա։ Դե նկատի ունեմ այդ մեթոդն են օգտագործում ամեն դեպքում։ Նայ, իրականում ոչ էլ օգտագործում են։ Իրականում իրենք շատ լավ գիտեն, որ դժգոհություն դրանով չեն կարող մարել։ Ուղղակի ժամանակ են ձգում, այնքան ինչքան կկարողանան։ Ինչքան կկարողանան։ Մինչև հունիս պիտի որ կարողանան։ Ես չեմ տեսնում որևէ նախադրյալ, որը ակնհայտորեն մեզ կհուշի, որ մինչև հունիս չեն ձգի։ Նվազագույնը մինչև հունիս պիտի դիմանան։ Իսկ գուցե ավելի երկար։ Իսկ օրինակ արդարության սկզբունքով պետական բյուջեն բաշխվում այսօր, թե տեղել ունեն խնդիրներ։ Պետական բյուջեն չի գործում էմոցիաներով, արդարության կամ չարդարության։ Պետական բյուջեն բաշխվում է ըստ առաջնահերթությունների եւ կառավարության մշակած ծրագրերի։ Իսկ կառավարության մշակած ծրագրերն ու առաջնահերթությունները արդարության սկզբունքի մեջ չեն տեղավորվում։ Չպիտի տեղավորվեն, այլ հարց տվեք Տիգրան ջան, արդյոք պետական ծրագրերը եւ բաշխումը բխում է ազգային արժեքներից եւ նպատակներից։ Արդյոք սպասարկում է պետական շահ, չէ՞։ Չի սպասարկում։ Սպասարկում է անձնային շահ, սպասարկում է խմբային շահ, սպասարկում է երբեմն սոցիալական շահ, սահմանափակ թվով մարդկանց, բայց ազգային շահեր չի սպասարկում։ Մի քիչ խոսենք վտանգներից, էլի, օրինակ որն է այսօր Հայաստանի անվտանգներ։ Հա, չէ, սա շատ անվտանգ էր, շատ անվտանգ էր, բայց ամեն դեպքում այս հարցն եմ ուզում տալ, Հայաստանի ամենամեծ ներքին վտանգը որն է, տնտեսական, ժողովրդագրական, թե արժե համակարգային, այսօր մենք ինչ ավելի մեծ վտանգի առաջ ենք կանգնած։ Նորից տալիս ես հարց, որին չի կարելի պատասխանել կամ։ Պետական անվտանգության համակարգը համալիր համակարգ է, այսինքն պետք է հաշվի առնես բոլոր ճյուղերը եւ պիտի կարողանաս բալանսավորել նայած ինչն է քո մոտ այս պահին առաջնահերթություն եւ քո երկարաժամկետ պլանավորումը հաշվի առնելով, որը դու այսօր չունես, դու սկսում ես բալանսավորել պլյուսները եւ մինուսները։
Եթե անտեսեցիր այդ ուղղություններից որևէ մեկը, դու ունենալու ես ընդհանուր համակարգի փլուզում, որովհետև փոխկապակցված են իրար հետ։ Չի երևում, որ փոխկապակցված են, բայց ցանկացած ոլորտի, ցանկացած ուղղության անտեսում խնդրեմ է տալիս։ Դրանով է դժվար պետական համակարգի կառավարումը։ Դու պիտի կարողանաս միաժամանակ տեսնես ահռելի ցանց վերևից, դու պիտի տեսնես տակից արմատներից ինչա կատարվում, պիտի կարողանաս հասկանաս միկրոմենեջմենտի մեջ արանքում ինչա կատարվում, որովհետև մեջտեղի շերտն էլ գոյություն ունի։ Սա ուղղակի ահռելի ինտելեկտուալ աշխատանք է եւ կազմակերպչական մենեջերական աշխատանք։ Օրինակ ես ուրիշ ոդքասթներում քո մասնակցությամբ տեսա, որ դու կրթության մասին, կրթությունը շատ կարևորեցիր, որ տեղից է սկսվում ամեն ինչ, որովհետև անձի հասունացումը, հասարակության ձևավորումը, հարաբերությունների, իրար վերաբերմունքի, հասարակություն պետություն, այդ ամենը ձևավորվում է մանկապարտեզից։ Դե բայց օրինակ հիմա էլ կրթությունը նորաձև դարձնելու ինչ որ sense միտումներ կան, չէ՞, մեր իշխանության ներկայացուցիչների առաջին տիկնոջ կողմից, օրինակ ես օրինակ գտնում եմ, որ կրթությունը դա պարտադիր է, ոչ թե նորաձև, այսինքն բնականաբար ես այդ ձևակերպմանը ահագին տենց տարածվել։ Հիմա օրինակ կրթությունը, որ փորձում են նորաձև դարձնել, դա ինչ որ ձևական բան է, թե ինքը իրենից լուրջ ծրագիր է ներկայացնում։ Ինքը իրենից լուրջ ծրագիր է ներկայացնում։ Վատ առումով։ Այո, շատ լուրջ ծրագիր է։ Բացարձակապես չեմ անվանի երբեք ապիկարություն, երբեք չեմ անվանի դմբոյություն, տգիտություն։ Ինչ են ուզում դրանով Ես համարում եմ համակարգային աշխատանք, որը սփռվում է կրթությունից մինչև անվտանգություն, գյուղատնտեսություն, բոլոր ոլորտներում տարբեր տարեր կան այդ ծրագրի իրականացման։ Չափաբաժիններն էլ են տարբեր, ուժգնությունն էլ է տարբեր, բայց կա, սակայն առաջին հերթին իրականացվում է գուցե ոչ այս ցիկլի համար, գուցե հաջորդ ցիկլի համար, կամ կարող է անգամ ուղղակի այս ցիկլի համար չեն հասցնում, նոր քաղաքական ուժերի ձևավորման պլատֆորմ են ստեղծում։ Այդ կրթության նորաձև լինելու։ Այո։ Հələ ոչ չի երևում ամենայն դեպս։ Դեռ չի երևում, բայց կարծում եմ կերևա, որովհետև ես տեսնում եմ ցանցայնացում, հորիզոնական կառավարման հիմք, որը շուտով պիտի որ երևա։ Չեմ կարծում, այս ընտրություններին արդեն չեն հասցնում, բայց ես տեսնում եմ աշխատանք այդ ուղղությամբ։ Չէ, ուղղակի օրինակ, որ ասում են կրթությունը նորաձև է, իմ կարծիքով դա կարդացող մարդու վրա, օրինակ կրթվող մարդու վրա ազդեցություն չի գործում։ Դու նորից գնում ես իմաստների հետևից։ Չէ, բայց ինձ հետաքրքիր է, օրինակ իրենք բովանդակություն մի փնտրի։ Բովանդակություն չեմ, ես մեխանիզմն եմ ուզում հասկանալ, միասին sense։ Չկա դրա մեջ մեխանիզմ, որովհետև ինքը այլ մեխանիզմ է, ուրիշ նպատակներով գործող գործիք է, այդ ուրիշ նպատակներն եմ ուզում բացահայտենք, այդ ուրիշ նպատակներն եմ ուզում միացնես հետաքրքիր ձևի բացահայտենք, որովհետև հա ես էլ չեմ տեսնում, որ դրա նպատակը ժողովրդին կրթելն է, էլի, իմ մոտ տենց տպավորություն չի ստեղծվում, ոնց որ միջոցառումներ են, որոնք տանում են ինչ-որ ուրիշ տեղ։ Ուր են տանում։ Այդ եմ ուզում միասին հասկանալ, վերլուծենք։ Ինչ են անում։ Ներգրավում են մարդկանց, ովքեր չեն սիրում քաղաքականություն։ Այսինքն աշխատում են այն 60%-ի վրա, որոնք չեն գնում ընտրությունների, չեն սիրում քաղաքական գործիչներից, զզվել են բոլորից։ Եվ այդ 60%-ը համեղ պատառը բոլորի համար։ Ինչ է պետք անել, որպեսզի այդ 60%-ը քեզնից չվախենա եւ քո հետ շփվի գոնե սկզբի համար, չէ՞։ Որովհետեւ սկզբից դու պետքա գրավես իրանց ուշադրությունը, հետո ստանաս իրանց վստահությունը, երրորդ քայլով լոյալությունը։ Իսկ ինչ է դրա համար պետք։ Պետք է մի հատ պոպուշ նախագիծ, որը որևէ կապ չունի քաղաքականության հետ, հետո ինչ դե ես որ վարչապետիկին եմ, մեղավոր չեմ, ժողովուրդ ջան, գիրք սիրում եմ, չէ՞ մեկա։ Այսինքն վերցնում ես, չգիտեմ, տորտիկներ եք սարքում, գիրք եք կարդում, մեդիտացիայով զբաղվում, ցանկացած խաղաղ, ոչ քաղաքական, աղերս չունեցող նախագիծ, որտեղ դու հնարավորություն ունես շփվել մեծ քանակի մարդկանց հետ, չքաղաքական թեմաներով։ Ձևավորել կերպար, որը քեզ համար ցանկալի է, այդ կերպարը դարձնել իրենց համար հասկանալի, հետո սիրելի, հետո ընտրելի։ Բայց կկարողանան։ Այո։ Ես մի քիչ կասկածում եմ, որովհետև Ես չեմ կասկածում, որովհետև 8 տարի է կարողանում են։ Հիմա նայի, ցանկացած դեպքում, որպեսզի դու պնդում անես, որ չեն կարողանա, դու պետք է ունենաս նախադրյալներ եւ հիմքեր նման պնդում անելու համար, որոնք են քո նախադրյալներն ու պնդումները, հույսը, որ հայ ժողովուրդը թույլ չի տա, կարող է, իսկ կարող է ոչ։ Ինձ պետք են ավելի լուրջ հիմքեր, նախադրյալ, թեկուզ կողմնակի, սաղմնավորված ինչ-որ նախադրյալներ, որոնք ինձ հույս կտան, որ եթե ոչ հիմա, ապա գոնե առաջիկա
տարիների ընթացքում ինչ որ բան կառաջանա, որը կխանգարի։ Բայց նախադրյալները քաղաքական դաշտում ամենայնպես sense նախընտրական փուլը արդեն կարելի ասել սկսվել է։ Քաղաքական դաշտի նախադրյալները բավարար չեն, որովհետև հանրային տրամադրվածությունները, հանրային ցանկությունը, մոտիվացիան ինչ որ բանի դիմադրել, հաստատ ընտրությունների մեջ չի։ Եվ այն ուժը, որը կարողանում է աշխատել հանրության տրամադրությունների հետ, այն այլ կառավարում է հանրությանը։ Ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ նաև արանքում ու ընթացքում։ Բայց հասարակության մեջ չկա խորը հիասթափություն հիմիկվա պետական համակարգից, իշխանություններից։ Իսկ ով ասեց, որ դա բավարար գործոն է քաղաքական պայքարի պլյուսներ ստանալու համար։ Գործոններից մեկն է։ Նիկոլի մինուսները միշտ չեն որ պլյուս են անդիմադիրների համար։ Հենց դա պրոբլեմա։ Հասարակության համար մարդիկ ամեն դեպքում գնալու են ընտրության։ Օրինակ ես կարծում եմ, որ գնալու են ընտրության։ Հենց այդ է այստեղ խնդիրը, օրինակ եթե մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան այնպես անել, որպեսզի լինի ընտրությունների շատ բարձր մասնակցություն, օրինակ ոչ թե լինի 50, այլ լինի 70-80% մասնակցություն։ Հա, Տիգրան, դու պատկերացնում ես ինչի մասին։ Հա, բայց կա դա ընդհանրապես 70-80%, բայց ես թվով չեմ կարող ասեմ ինչքան է, բայց օրինակ այդ մարդիկ ընդհանրապես պիտի վեր կենան գնան իրանց տան մոտի ընտրատեղամաս, այդքան բարդ բան չի, էլի, դա ինձ թվում է հնարավոր է դա իրագործել։ Գնամ ընտրատեղամաս, ես պիտի վստահ լինեմ, որ ես ուզում եմ այս մարդու մոտ ստացվի ամեն ինչ։ Դե օրինակ հիմա մի քիչ մեր քաղաքական դաշտը փոխվել է, եթե առաջ նախկիններ ներկաներ տարբերակով էր աշխատում, հիմա օրինակ կա նոր քաղաքական ուժ, որը որ հարցումները ցույց են տալիս, որ այս բանին հաղթում է։ Եվ ոչ մեկը, այլ մի քանիսը։ Հա, հարցումներով առաջատար ակնհայտ մենք տեսնում ենք ովքեր են, բայց նորից եմ ասում, նոր քաղաքական ուժերը դեռևս ձևավորվող ուժերը հիմա շատ բարդ փուլ են անցնում, որովհետև դեռ չհասցրած ձևավորվել, արդեն պիտի պայքարեն ու հաղթեն։ 100 օր կա ամեն դեպքում, 100 օրից ավել այս պայդրությամբ, որ մենք այս ոդքասթը նկարում ենք, երեխա չի ծնվում, բայց գաղափարներ գեներացնել իմ կարծիքով հնարավոր կլինի այսօրվա մեդիան դա թույլ տալիս է։ Չեն գաղափարներ, ժողովրդի պետք չեն գաղափարներ։ Հանրությանը պետք չեն գաղափարներ։ Հանրությանը պետք է շատ հստակ հավատ եւ ընկալում, որ այն ուժը, ով ուզում է ինձնից ձայն, իմ ձայնը կպաշտպանի փողոցում, ոչ թե միայն սահմանադրական, չեմ ասում, չէ, ասում եմ ոչ միայն սահմանադրական դատարանում, ոչ միայն միջազգային ատյաններում։ Ես ուզում եմ, որ այդ մարդը այն ինչ ինձնից ուզում է, ի վիճակի լինի պաշտպանել։ Սա այս գաղափարի հավատն է պետք դնել մարդկանց մեջ։ Վերջ։ Այդ դեպքում ինչպես պիտի ձևավորվի վստահություն պետության եւ քաղաքացու միջև, դա ոնց է արվելու։ Հետո նախ եւ առաջ խոստումները կատարելով։ Հետո եւ առասարակ։ Խոստումները կատարելով, թափանցիկ լինելով, ցույց տալով, որ սա ինչի համար եմ անում, ոչ թե հետո բացատրելով խի չեղավ, այլ ինչ ենք անելու հետո։ Իսկ ձեր չափաբաժինը որն է, ժողովուրդ ջան։ Մենք իրարից կտրված չենք։ Ես անում եմ սա, դուք անում եք սա։ Իրար հետ էս փուլ անցնում ենք, հետո անում ենք սա։ Նախապես բացատրել, որ 5 տարվա կտրվածքով մենք չենք կարա միանգամից անենք ամեն ինչ, սուտ կլինի։ Ով էլ ձեզ ասի այդպես, իմացեք, որ սուտ է ասում։ Բայց հասկանալով process-ը սկզբից գալիս ենք։ Այստեղ, հետո մի քիչ առաջ, հետո մի քիչ առաջ, այսինքն մշտական կոնտակտի մեջ լինելով մարդկանց հետ, ոչ թե ընտրությունից ընտրություն։ Եվ դա շատ բարդ հոգեբանական աշխատանք է, ամեն մարդու համար չի էլի, կարողանալ այդքան մեծ զանգվածի մեջ լսել տարատեսակ մոտեցումներ, կարծիքներ, մեծամտություն, փոքրոքություն, ինչ ասես հանդիպում են այս ընթացքում։ Այստեղ նաև անձնային հասունությունը անհրաժեշտ, որովհետև մի կողմից պիտի լինես ծնողի պես, մյուս կողմից պիտի լինես ծառայի պես, այն մյուս կողմից պիտի լինես իմաստունի պես, շատ բարդ գործ է։ Դրա համար ես ու դու կյանքում չենք դառնա քաղաքական գործիչ։ Հա, ես օրինակ զգում եմ, որ ես չեմ տեղավորվում քաղաքական գործիչ դառնալու տեսակի մեջ, երևի տենց ասեմ, էլի, զգում եմ, որ ես իմ ոլորտից չեմ կարողանում դուրս գամ, օրինակ իմ ստեղծագործական ոլորտը, ես դրանից դուրս ինձ չեմ պատկերացնում ինձ։ Չէ, դու հիմա մի հատ պուճուրիկ բանի կարեցիր, ագովորկ պաֆրեդո։ Ով ասեց, որ քո ոլորտում չկա քաղաքականություն։ Բոլոր ոլորտներում կա քաղաքականություն, բայց քաղաքական գործիչ դառնալու համար, որ դու օրինակ այդ պրոֆիլով արդեն գնաս մասնակցես ընտրությունների հայտ, կուսակցական, հա, օրինակ ես այստեղ էլ շատ մեծ նրբություն կա, կարևոր։ Քաղաքականությունն ու կուսակցական գործունեությունը տարբեր բաներ են։ Քաղաքականությամբ կարող ես զբաղվել ցանկացած մարդ, կուսակցական լինելու համար դու պետք է վերցնես
կուսակցականի տոմս։ Ես դա երբեք չեմ արել ու չեմ անում կարծիքով։ Ուզում եմ ասեմ, մարդկանց, երբ որ ասում են չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ, իրենք քաղաքականությամբ չեն ուզում զբաղվել, ինքը կուսակցականությամբ չեն ուզում զբաղվել։ Իսկ քաղաքականությամբ ուզես թե չուզես զբաղվում ես։ Որովհետև երբ քեզ ասում են, որ Վեոլեա ջուրը 3 ամիս ամառվա ամիսներին գիշերել ջուրը կտրելու է, սա քաղաքականություն է, որովհետև շատերը հասկանում են, որ դե սա հոհեցը չի, որ խլեն ազգայնացնեն։ Դե Վեոլեա ջուրը, բանա, ասում Վեոլեա ջուրը, կտրում է ջուրը ինքնիշխանության նպատակներով։ Հետաքրքիր։ Այո, ինքնիշխանության պաշտպանությունը պահանջում է, որպեսզի մենք 3 ամառվա ամիս գիշերները չունենանք ջուր եւ փակվեն տարատեսակ տուրիստական բազմաթիվ օբյեկտներ եւ մեր հյուրերը տարբեր երկրներից ասեն, այսինչ չկլասի երկիր է եւ այլն։ Սա պահանջում է ինքնիշխանությունը։ Ոչ մի ազգայնացում, ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։ Եկավ քաղաքականությունը ձեր դուռը։ Դուք հասկանում եք, չէ, այդ պահից սկսած, որ չգիտես ինչու, այս հիմնարկները պատժվում են, այս հիմնարկներին կարելի է ամեն ինչ։ Հենց դու սկսեցիր հարց տալ դրա մասին, իմացի դու զբաղվում ես քաղաքականությամբ։ Ես այսօր այդ մասին գրառում եմ արել ու իմ կարծիքն եմ հայտնել, որ sense խելահեղ տեմպով շինարարություն, որ արվում է Երևան քաղաքում, հենց դա էլ նպաստում է ջրի խնդրին, որովհետև ջուրը չի հերիքում այդքան շատ նոր շենքերին։ Ջուրը դա հերիքում է, խողովակները չեն հերիքում։ Գուցե ինչ որ ռեսուրս չի հերիքում, որպեսզի բայց հնարավոր է ջուրն չի հերիքում։ Բայց մենք ահագին շատ ջուր կորցրել ենք հենց պատերազմի արդյունքում, չէ՞, ահագին լեռնային աղբյուրներ օրինակ դիրքերով բանով անցել են Ադրբեջանին։ Մի մասը, եթե անգամ էլի հոսում գալիս է, այստեղ շատ հանգիստ կարան թունավորեն, մի մասն էլ արդեն իրենց կարիքը չունեն։ Ինչի համար թունավորեն, որ իրեն ժողովուրդը գալու է ջուրը խմի։ Ըստ իրենց պլանների, հուսանք որ ինչի համար թունավորեն, իրենք խնդիր ունեն որևէ այս ղեկավարության հետ, որ նման քայլերի գնան։ Չունեն։ Ինչի համար թույն են ջուրը։ Ջուր չեն ձեռնա։ Ջրի համար կռիվը լինելու է հաջորդ պատերազմների պատճառը։ Նավթից հետո հաջորդը լինելու է խմելու ջուրը։ Օրինակ, եթե Հայաստանը ունենար ուժեղ ղեկավար 18 թվից սկսած, մենք կարողանայինք եւս 20 տարի թեկուզ հետաձգման տարբերակով Արցախը պահել, իմ կարծիքով հետագայում Ադրբեջանի ռեսուրսները չէին հերիքի, որ վերցնեին Արցախը, որովհետև ունենալու են թե ջրի խնդիր, թե նավթի։ Իրան, եթե ես ելնեի տղամարդ, ես կունենայի 4 կին։ Եթե։ Դե բայց մենք նենց իրավիճակում ենք գտնվում, որ եթեներով չենք կարող երբեմն չխոսել, էլի հարցեր կա, որ իրավիճակում ենք գտնվում, որ նայել անցյալ եւ լինել սաղից խելացի ու հետին թվով իմաստուն չարժի, որովհետեւ էլ ոչինչ չես փոխի անցյալում։ Իսկ ինչ որ բան, եթե կարաս փոխես ինչ որ բան, կարաս փոխես ներկայում ու ապագայում։ Այ ավելի լավը սրա մասին պատկերացում ունենանք։ Ինչ ենք մենք ուզում, երբ որ ասում ենք ուժեղ ղեկավար, ինչ ենք մենք այդ մարդուց ուզում։ Հստակ պահանջներ ունենք ձևակերպված, որպեսզի հետո վաղը չհիասթափվենք։ Մենք ինքներս ունակ չենք պահանջ ներկայացնել ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը։ Մենք պետք է սովորենք ունենալ ուզելիքներ։ Անդիմությունից ես ուզում եմ սենց, որանի S, իշխանությունից ուզում եմ S, այս ձևով։ Կարճ ասած, տեզե եմ ուզում։ Տեղ առաջադրանք։ Բայց եթե օրինակ եթե լինի ուժեղ ղեկավար, բայց թույլ համակարգ, տեղ ինչ որ Չէ, տենց չի լինում։ Ուժեղ ղեկավարներ չենք ունենում թույլ համակարգով։ Ուժեղ ղեկավարը զբաղվում է առաջին հերթին թույլ համակարգերը ամրապնդելով, որովհետև ուժը մկանը չի։ Ուժը այդ ինչի մասին ամենասկզբից ասում էի, որ այդ նուրբ հյուսվածքի աշխատանքն է ուղեղի, մասշտաբային ուղեղի աշխատանքն է։ Կարողանալ քարտեզից վերև նայել, մի հատ պատկերացնել ինչա վերևից կատարվում, կարողանալ վերահսկել հորիզոնական եւ ուղղահայաց process-ները, կարողանալ ճիշտ կադրային լուծումներով, որովհետեւ դու չես կարող միաժամանակ լինել 1000 տեղ։ Դու պիտի ճիշտ կադրային նշանակումներով կարողանաս այդ բոլոր թելերը պահես ձեռքիդ մեջ եւ զգաս սարդի պես, մեծ սարդոստայնի պես, սարդը նստած է կետում, բայց զգում է ամբողջ սարդոստայնի փոքրիկ վիբրացիաները ու շարժը։ Ու ինքը գիտի որտեղ ինչ կաթած կամ ճղվեց կամ ով նստեց ըստ ծանրության այդ սարդոստայնի վրա։ Այդ տեսակի աշխատանք է, այս է կոչվում ուժեղ կառավարում։ Նուրբ զգացողությունների վրա կարողանալ կամաց-կամաց այդ սարդոստայնի թելիկները հաստացնել, երկարացնել, տարածել, հորիզոնական, սփյուռքով։
Դե քանի որ ուժեղ ղեկավարից խոսեցինք, այդ դեպքում ուժեղ պետությունը Հայաստանի պարագայում մենք որ դեպքում կլինենք ուժեղ պետություն, դա ուժեղ բանակն է, ուժեղ տնտեսությունն է, ազգային անվտանգության բոլոր ճյուղերը բալանսավորված, ռիսկերը գնահատված, կանխատեսված, դիվանագիտությունը ապահովում է բանակի մեջքը ապահովում է դիվանագիտության մեջքը, չկա միանշանակ եւ հեշտ պատասխան։ Սա բոլոր 7-8 ճյուղերի միաժամանակյա սարդոստայնի վրա, այսինքն միաժամանակյա աշխատանքն է եւ պահել ձեռքի մեջ թույլ չտալ, որ որևէ մեկը ընկնի։ Էսա ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստանը դա այն երկիրն է, որը ոչ միայն որոշումներ է կայացնում իր երկրում տեղի ունենալիքի համար, այլ նաեւ ազդեցություն ունի կողքի երկրների որոշումների վրա։ Սա է ուժեղ երկիրը։ Իսկ տարածաշրջանում ամենաուժեղ բանակ ունենալը դրա մեջ մտնում է։ Ունեցել ենք, ինչու ոչ, մենք ունեցել ենք եւ ելի կարող ենք ունենալ, որովհետեւ մարդկային ռեսուրս մենք ունենք։ Ես էլ եմ հավատում։ Մենք լիքը բան ունենք, եւ բանակի առումով, եւ մշակույթի, եւ կրթության, եւ լիքը բաներ ունենք, ռեսուրսներ ունենք։ Մեզ ինչի վրա ամենաշատը հիմնվենք, որպեսզի ունենանք ուժեղ պետություն։ Իրար վրա։ Բայց բևեռացված ենք հիմա։ Այո։ Եվ սա մեծ աշխատանք է, որովհետեւ եթե դու անընդհատ ուժը փնտրես դրսից, քեզ անընդհատ դրսից կգցեն։ Ուժը ծնվում է ներսում։ Իրար վրա պետք է հույս տնենք։ Հասարակությունը ղեկավարության, ղեկավարությունը հասարակության։ Իրար պետքա երկու ափի պես պահենք։ Պատկերացրեք, սա ժողովուրդն է, սա իշխանությունն է։ Երկու ափի մեջ է մեր երկիրը, որ ափը դուրս եկավ, այս մեկը որքան էլ ուժեղ լինի կամ ցանկանա, չի պահի, կընկնի։ Երկու ափն են պահում երկիրը, ժողովուրդը եւ հասարակությունը եւ իշխանությունը իրար հետ։ Իսկ բևեռացված հասարակության պարագայում, որը որ հիմա ենք, ազգային կոնսենսուսի հավանականություն ունենք առաջիկայում, մանավանդ որ դիմացը հունիսյան ընտրություններն են։ Առաջիկայում չունենք։ Ընտրությունների ժամանակ հույս չունենք, որի մասին դուք խոսում եք, համերաշխությունը ներքին։ Դա շատ բարդ աշխատանք է, որը պահանջում է ժամանակ, որովհետեւ պահանջում է նրբություն։ Տապորնի ձևով համերաշխության չեն հասնում։ Դա անում են նուրբ, ձեռք տալով մարդկանց ամենաթույլ, ամենանեղ նուրբ լարերին, զգուշորեն աշխատելով, կամաց վստահություն առաջացնելով իրար նկատմամբ, նկատի չունեմ իշխանություն ժողովուրդ։ Ես նկատի ունեմ հասարակությունը իրար մեջ, բևեռացված հասարակությունը։ Բայց դրա համար, սկզբի համար անհրաժեշտ է, որ առանցքը առողջ լինի, ոչ թե փտած։ Հոտ է գալիս։ Սկզբից բացի պատուանները մաքրի մի հատ առանցքդ այդ ժանգից։ Իսկ թվում է մենք շատ մաքրելու բան ունենք այս պահին։ Այո, մենք շատ մաքրելու բան ունենք, բայց փառք Աստծո մենք դեռ ունենք մարդիկ, ովքեր ցանկանում են դա մաքրել։ Օրինակ ես ու դու չենք ցանկանում, մենք ունակ չենք։ Բայց ես օրինակ ցանկանում եմ։ Հա, բայց մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Գալիս ես դառնանք ազգային ժողովի պատգամավորներ, չես գալիս, չէ՞։ Ես էլ չեմ գալիս, բայց ես էլ եմ ասում։ Ինչ անենք, գնանք դառնանք։ Չէ։ Ինձ թվում է պետքա խրախուսել այն մարդկանց, ովքեր ունակ են այդ աշխատանքը անել, որ իրենք զբաղվեն դրանով։ Ոչ թե այն մարդիկ, ովքեր ուզում են, բայց այդքան էլ ունակ չեն։ Այլ նրանք, ովքեր ունակ են, բայց ոչ այդքան ցանկություն ունեն, որովհետև մենք անընդհատ բացասական վիբրկայի մեջ ենք, Տիգրան։ Մենք անընդհատ ստիպված ենք ընտրել նրա մեջից, ինչը ինքն առաջադրվեց։ Իսկ այն մարդիկ, ովքեր ավելի ունակ են, ավելի տաղանդավոր են, ավելի գիտակ են, փորձառու են, իմ ու քո պես վակուում են ստեղծում, զահլա չունեն իրանք ազգային ժողովի պատգամավորներ, վայ լավ էլի կարող է աշխատենք այն ուղղությամբ, որ ասենք հաջորդ ընտրական ցիկլում կամ այն մյուս ընտրական ցիկլում այդ տեսակ մարդիկ չզզվեն քաղաքականությունից։ Իսկ դա մեր անելիքն է, թե պիտի անեն ուրիշները։ Օրինակ, եթե մենք իմ ու քո մասին ենք խոսում, ենթադրենք էլի, ասենց ասեմ, օրինակ մենք կարող ենք X բան անել, այս համակարգում աշխատել, այս ինչ հարցերին դրական լուծում տալ այս երկրի համար, բայց մենք մեր մասնագիտությունը ավելի շատ ենք սիրում ու չենք ուզում թաթախվել դրա մեջ։ Չնայած գիտենք, որ եթե անեինք, ավելի լավ կստացվեր, քան թե շատ-շատերը որ դա անում են, էլի, համատականի մեջ եմ ասում։ Այդ դեպքում ովքեր պետք է այդ աշխատանքը անեն, որ լավագույն կադրերին մասնագետներին բերեն համակարգ, որպեսզի այդ գործը արվի։ Ինձ թվում է ավելի շատ հավակնում են ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլոր նրանք, ովքեր հավակնում են այս կամ այն ձևով։ Ձևաչափերը տարբեր են, բայց պետք է հաշվի առնել, որ քաղաքականությունը դա նախ եւ առաջ ռեսուրս է։ Սովորաբար ռեսուրս ունեցող մարդիկ չեն սիրում, երբ որ իրենց ասում են այդ ռեսուրսը ոնց պիտի ծախսես։ Այստեղ արդեն սկսվում է իմաստնությունը։ Կկարողանաս արդյոք ընտրություն կատարել ոչ թե լոյալությամբ, սեփական փորձով,
այլ մի կողմ դնել դա եւ թույլ տալ, որ քեզ ասեն ոնց է պետք։ Բարդ հարց է, թե անձերի հետ կապված բավական հարց է, որովհետեւ ես ինքը շատ լավ ին վրա զգում եմ։ Ես տանել չեմ կարում, երբ որ իմ դասընթացի ժամանակ ինչ որ մեկը գալիս է ու սկսում է կողքից ցույց տալ ոնց է պետք անել այդ վարժությունը։ Բայց ես պատկերացնում եմ մարդ, որը ունի կամ մարդիկ, ովքեր ունեն ռեսուրսներ, մարդկային, տեխնիկական, ֆինանսական համակարգեր ունեն։ Ինչ որ իմ նման մեկը գա, ասի գիտես, ես սխալ ես անում, ես ոտիտ ես գցելու, ես պատկերացնում եմ դա իմիջիալոց, ես քանդադատաբար չեմ դա ասում։ Ես լյովին իմ հաշքի վրա պատկերացնում եմ դա ինչ դժվար բան է։ Մի քիչ մեդիայի մասին, նորից մեդիային անդրադարձ կատարենք, քանի որ քո համար դա մասնագիտական է, օրինակ այսօր ինքը քաղաքական շահերի է, մեդիան ծառայում թե հանրային շահերի, մարդիկ որ օգտվում են դրանից ավելի շատ եւ ոչ թե կամ, այլ եւ։ Բայց հանրայինի մասը շատ է, ամեն դեպքում հանրային շահերին նորմալ ծառայում է մեդիան, թե ավելի քիչ, այսինքն ավելի շատ քաղաքական ռոպագանդայի ուղղությամբ են աշխատում։ Նայած ժամանակահատված եւ նայած մեդիա։ Կան մեդիաներ, որոնք հստակ բևեռացված են եւ խրամատավորված։ Սպասարկում են կոնկրետ քաղաքական ուժերի երկու կողմից են։ Կա մեդիա, որը աշխատում է միայն հանրային շահերից ելնելով։ Կա մեդիա, որը նայած ժամանակահատվածում, օրինակ, ես հիշում եմ 16 թվականի ապրիլյանը, միահամուռ էինք բոլորս, եւ մեդիան, տարատեսակ մեդիաները։ Եվ մեդիան, եւ հանրությունը, եւ պետությունը այսպես միասին կծիկ դարձած էինք։ Մենք ունակ ենք լինել այնպիսին, ինչպիսին որ ուզում ենք, բայց մեզ պետք են համապատասխան պայմաններ միջավայր։ Մեդիան ողջ աշխարհում այլևս չունի այն անկախությունը, որի մասին սովորացնում են համալսարաններում։ Մեդիան այլևս իրավունքել չունի լինել հավասար равноудаленный չի կարող այլևս իրեն թույլ տալ, որովհետև այսօր ժուրնալիստիկան այլևս չի պատասխանում հարցերի ով ինչ որտեղ երբ։ Ինքը վերջում պատասխանում է նաև ու ինչ հարցի։ Իսկ դա նշանակում է վերաբերմունք, իսկ դա նշանակում է մոտեցում։ Առհասարակ տեղեկատվական դարում, դարաշրջանում, որտեղ ամեն ով ունի հեռախոս, հանդիսանում է newsmaker, լրագրության որակը զգալիորեն փոխվել է։ Սա արդեն ոչ թե մասնագիտություն է, այլ լրացուցիչ հմտություն։ Լրացուցիչ հմտություն միայն attachment։ Դու սովորում ես 5 տարի ինչ-որ մասնագիտություն, գալիս ես որևէ ԶԼՄ, որին շատ ավելի կարևոր է, որ քո մասնագիտական գիտելիքը դու արտացոլես լրատվականում։ Ինքը քեզ սովորացնում է գրել նյութ, որը ժամանակատված, եւ դու դառնում ես շատ լավ լրագրող, որովհետեւ համալսարանները այլևս ունակ չեն այդքան ծածկույթով, այդքան խորությամբ պատրաստել լրագրողներին, ովքեր ունակ են հասկանալ, վերլուծել եւ պատմել մարդկանց խիստ ոլորտային նեղ մասնագիտական բաներ։ Ավելի լավ է վերցնել մասնագետի եւ իրեն սովորացնել։ Ստացվում է, որ լրագրությունը արդեն ոչ թե առանձին մասնագիտություն է, այլ skill, հմտություն։ Եվ ըստ այդմ մենք արդեն խոսում ենք, որ ժամանակակից դարը, հեռախոսը, Instagram-ը, TikTok-ը փոխել են մասնագիտության մոտեցում որակ եւ փոխել են համակարգ։ Եվ կարող ես վայնասուն դնել, կարող ես ներվայնանալ, կարող ես ընդունել, կարող ես չընդունել, դա այդպես է։ Հիմա առաջ են շարժվում դրանք, ովքեր ոչ թե դիմադրում են, այլ դա հասկանում են եւ աշխատում են այդ ուղղությամբ։ Այնպես որ այլևս մի սպասեք լրագրությունից, որ ինքը պիտի էս կամ պիտի են, էլ չկա հին լրագրությունը։ Նորն էլ դեռևս չի ձևավորվել, որովհետև շատ արագ նոր գործիքներ են ի հայտ գալիս, որոնք անմիջապես նորից փոխում են որակը այդ մասնագիտության։ Դեռ չի կանգնել process-ը, դեռևս հասկանալի չեն սահմանները։ Բայց եթե մենք էլի մեդիայի աշխատանքի մասին խոսենք ու համեմատենք 16 թվականի ապրիլյան պատերազմի շրջանում մեդիայի աշխատանքը եւ 20 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում ինչ համեմատություններ կա։ Չի կարելի համեմատություններ անել երկու համակարգերի, որտեղ տարբեր սկզբունքով կառավարում էր։ Ավելի ճիշտ մեկում կառավարում էր իրականացվում, մյուսում չէր իրականացվում ընդհանրապես։ Որոնք էին այդ սկզբունքները, մի քիչ sense ավելի բաց են, էլի։ Ինչ սկզբունք նկատի։ Դե օրինակ 16 թվականին ինչ սկզբունքներով էր մեդիան աշխատում, պատերազմի լուսաբանման հարցում, հանրության հետ ոնց էին աշխատում եւ ինչ էր արվում 44 օրյայի ժամանակ։ Հիմնականում դա այդ հաղթում ենք տրամաբանության մեջ էր, ես դա հիշում եմ, հասկանում եմ, բայց մի քիչ ավելի եթե մասնագիտական մոտենանք տարբերությունը էական էր։ Արի չխորանանք, արի մի հատ բան ասեմ, չէին խափում մարդկանց։ Որ հաղթում ենք։ Հա։ Հաղթում էինք։
16 թվականին 16-ին, 16-ին գիտեմ ոչ չէին։ Տարբերությունն է, այն ժամանակ չէին խափում մարդկանց։ Այո, ինֆորմացիան ուներ հասանելիության որոշակի դժվարություն։ Այո, պետք էր անցնել ժամանակ, որ դու իմանայիր ինչ-որ բան, բայց մեզ չէին խափում։ Իսկ օրինակ 44 օրյայի ժամանակ ես գիտեմ, որ դու եղել ես Արցախում, երբ գնացիր։ Հաջորդ օրը։ Հաջորդ օրը ինչքան մնացիր Արցախում։ Մինչև հոկտեմբերի, ես իմ ինչքանը չեմ հիշում։ Վերջերը երևի, չէ՞։ Հիշում, որովհետև երբ որ իմացանք, որ Սյունիքը դարել է սահմանային, գնացինք նաև Սյունիք։ Առաջնագիծը դարձավ Սյունիքը։ Բայց օրինակ դու որ եղել լրագրողական գործունեությամբ էիք, չէ՞, գտնվում Արցախում, այսինքն այդ ընթացքում այն ինֆորմացիան, որ մատուցվում էր մեր հանրությանը, եւ այն ինչ որ դու տեսնում էիր, այնտեղ ինչ տարբերություններ կային։ Մի քիչ բացի, մի բառով չէ, արի մի քիչ ավելի։ Գիտես ոնց, պաշտոնական տեղեկությունը, որին մենք ստիպված էինք հղում կատարել, այսինքն դու պարտավոր ես պատերազմի ժամանակ, ուզում ես թե չես ուզում, սա է քո աղբյուրը միակ, մեկ էլ քո աչքով տեսածը։ Դե քո աչքով դու տեսնում ես ընկնող արկեր։ Ու քո աչքով դու տեսնում ես, ասենք ոնց են Շուշի Ղազանչեցոցի գմբեթը ծակում, դու էլ հայտնի քիչ էր մնում հայտնվեիր մեջը։ Հետո քեզ ասում են, որ Շուշին մեկ կա, մեկ չկա, մեկ հանձնել է, մեկ չեն հանձնել, բայց դու միաժամանակ ունես աչքովդ տեսած ինչ-որ բաներ։ Ու այդ պատկերը իրար հետ չի համընկնում։ Բայց ստեղ կա մի բան իմիջիալոց։ Առհասարակ վերջնական եզրակացություններ կարելի անել միայն մի դեպքում, երբ դու կունենաս փազլների բոլոր կտորները։ Ես հիմա կխուսափեմ որևէ բան վերջնական ասելուց, որովհետև այնքան դավադրությունների տեսություններ կան մեջը, այնքան բան կա, որ դու աչքով ես տեսել, այնքան բան կա, որ աղբյուր ես ունեցել, հետո պարզվել է, որ վստահելի չի, հետո հասկացել ես, որ այն ինչ որ պիտի վստահելի չլիներ, այդ մեկն էր ճիշտ։ Կարճ ասած, մինչև չունենաս ամբողջ պատկերի այդ կտորները, մինչև չհավաքես, չտեսնես ինչ էր իրականում քարտեզի վրա կատարվում, ես կխուսափեի որևէ եզրակացություն։ Ես այդ puzzle-ը հավաքելուն մի փոքր իմ մասնակցությունը միշտ ունենում եմ սենց զրույցների ժամանակ, ու որ 2020-ի վերջին 21-ի ընթացքում անգամ մի քանի հարցազրույց եմ տվել մի քանի լրատվամիջոցների դրա մասին։ Դե ես պատերազմին մասնակցել եմ վերջին 10 օրը։ Որտեղ էիր։ Շուշիի ու Ստեփանակերտի արանքում, Խաչի բլուրը որ կար ամենաթեժ կետում էի։ Մարտական գործողությունների եմ մասնակցել ու հենց նոյեմբերի 9-ից ցերեկը մենք ունեցել ենք մեր ամենաուժեղ բլիժնի բոյը մերձամարտը թշնամու հետ։ Դա ներկայացվել է ստեղ համապատասխան հայտնի ստատուսներով, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, բայց իրականում մարտերը շարունակվում էին Ստեփանակերտի համար։ Թշնամին հարձակվել էր արդեն Ստեփանակերտի վրա, մի քանի օր արդեն Շուշին թշնամին գրավել էր։ Դրա համար ես այդ եմ ասում, այո, մարտերը շարունակվում էին, բայց Ստեփանակերտի համար։ Երևանում դա ներկայացնում էին որպես, Հայաստանում ներկայացնում էին որպես Շուշիի համար մարտեր։ Այդ օրինակ անճշտությունը կար։ Նայ, այդ բազմաթիվ անճշտությունները մի կողմ, ես ուզում եմ գլոբալ հասկանամ, արդյոք սա եղել է ընտրված պարտություն, թե ստացված պարտություն։ Մի քիչ նման էր ընտրվածին, ես իմ կարծիքն եմ ասում։ Այ երբ որ այդ puzzle-ի կտորները իրական գաղտնի պահվող փաստաթղթերը, տվյալները, որ ունենանք, հասկանանք, սա ընտրված պարտություն էր, այ ժամանակ արդեն լրիվ ուրիշ ընկալում կունենանք։ Իսկ երբ կունենանք այդ puzzle-ը։ Եվ որ կունենանք մարդ, ով ցանկանում է ջրի երես հանել ամբողջ իրականությունը, որքան էլ դա չլինի տհաճ ու դառը։ Որովհետև առողջացման ապաքինման ճանապարհին մենք պիտի այդ թարախը ատամի տակից հանես, իսկ դրա համար պիտի քերես ոսկոր, իսկ դա ցավոտ է։ Բայց առանց դրա չի լինում առողջացում։ Հետո վրայից պետք է անտիբիոտիկ լիքը լցես։ Ես մի թեմայի եմ ուզում անդրադառնալ, որը դու չես սիրում։ Ինչքան հասկացել եմ չես սիրում, լավ սենց ասեմ։ Դա 2018 թվականի հանրային ռադիոյի վրա հարձակումներ։ Մի քիչ կպատմես ինչ տեղի ունեցավ, ինչ էր կատարվում, դու որտեղ էր այդ ժամանակ, երբ գնացիր ռադիո։ Մի հատ այդ պատմությունը առաջի դեմքով մի հատ ուզում եմ մեր տաղավարից հնչի, էլի թող մարդիկ լսեն։ Ես այդ պահին ընկերուհուս տանն էի։ Տերյան Սայաթնովա Խաչմերուկ։
Հեռախոսով նայեց, ասեց. «Էլիկ, ռադիոյի դուռը ջարդում են»։ Չես խոսում։ Դու չէի նայում։ Չէի հավատում, ոչ էլ նայում եմ։ Ասեց նայի։ Նայեցի։ Ու պոկվեցի ռադիո։ Այդ պահին բախտս բերեց, որ իրանք քիչ առաջ էին անցել երթով եւ երթևեկություն չկար։ Առաջին իսկ պատահած տաքսին նստում եմ ու վզզալեն հասնում եմ ռադիոտուն։ Մտքիս ընդամենը մի բան։ Այնտեղ կան մարդիկ, ում համար պատասխանատվություն կրող չկա։ Պիտի լինի գոնե մեկը, ով կասի ես որոշողն եմ, որ իրանք հանգիստ լինեն, որ իրավունք ունեն ոչինչ չանեն։ Իրանց անվտանգության համար ունեի անհանգստություն, որովհետև չգիտեի ինչ վիճակով են այդ ներխուժողները, հարբած են, հարբած չեն, adekvat չեն, ինչ տեսակի մարդիկ են, չգիտեի։ Հետո իրականում չգիտեի, վերահսկելի են, վերահսկելի չեն։ Կարճ ասած միակ միտքս էր, որ պետքա շտապ հասնել այդտեղ։ Նաև ունեի մտքիս հարց, ինչա կատարվել, որ ոստիկանությունը չի արել այն ինչ պիտի աներ։ Այդ ամենակարևոր հարցն է, ըստ ում ամենահանրությանն էլ ամենաշատ հուզող հարցն է։ Կայծակնային մտքեր էին անցնում, ընդհանրապես զանգեցի ղեկավարությանը զգուշացրի, որ մտնում եմ բանակցությունների, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի ինքն դեղից դուրս գա, որովհետև ես մենակ կին, ուժ չեմ կարող կիրառեմ, չնայած իրավունք ունեմ, բայց չեմ կարող։ Բայց հիմա իմ միակ միջոցը հաղորդակցությունն է բանակցային։ Եվ մտքումս արդեն մոտավորապես ուզում էի պատկերացնել, եթե սենց, ապա սենց, եթե սենց, ապա սենց, սցենարներ, տարբեր տեսակի։ Ինչ կանեմ, եթե սենց լինի, ինչ կանեմ, եթե սենց լինի, կայծակնային, վարկյանական անցնում էր։ Հասա վազելով աստիճաններով վերև, տեսա, դուռ չկա։ Մտա ներս, տեսա բազմաթիվ մարդկանց, ովքեր այսօր նախարարներ են, պատգամավորներ են, տեսա մարդկանց, ովքեր արդեն իսկ հեղափոխությունը, այսպես ասած, իր զավակներին խժռած մարդկանց, ովքեր այսօր դատվում են արդեն հենց Նիկոլի կողմից։ Տեսա մարդկանց, ովքեր ԶԼՄ-ների, ովքեր մոռացել էին մեդիա էթիկայի եւ համքարության կանոնների մասին, որ մենք միասնական պիտի լինեինք։ Ես տեսա այնտեղ Գոհարին, հայ աղջիկ, որ աշխատում էր վրացական ԶԼՄ-ներից մեկի համար։ Ներս չմտավ։ Ասեց իմ գոլեգային ստեղ փաստացի հիմա սպառնում են։ Ու փաստացի հիմա վնաս են պատճառել։ Ես մտնեմ սա լուսաբանեմ դիակապտության պես մի բան է։ Չի կարելի։ Չեմ մտնի ու չեմ լուսաբանի։ Ես մինչև հիմա այդ խոսքերը հիշում եմ, այնքան շնորհակալ եմ իրան։ Հետո արդեն այն ինչ որ դուք բոլորը տեսել եք։ Ինչ ես դուրս ջարդել տղա ջան, որովհետև դու ես հիմնարկ մտել ես 1000 անգամ։ Հանրային ռադիոն չի եղել սահմանափակ անդիմության համար։ Չի եղել փակ։ Դռներ եղել են բաց, միկրոֆոնը միշտ եղել է բաց։ Ուղիղ եթերներ առանց մոնտաժի, եւ ինքը շատ լավ գիտեր դրա մասին։ Ինչի համար ես ջարդում մի դուռ, որը քեզ համար բաց է եղել։ Ինչ ես վնաս պատճառում։ Հետո հասկացա ինչի։ Այդ պահին ժամանակ չկար մտածելու։ Ես ակասեմ։ Կարճ ասած, հետո պահանջներ ներկայացրեց բանակցային արվեստում, երբ որ դու շահեկան դիրքում չես, չի կարելի ասել չէ։ Այդպես մի հատ անեկդոտ կա։ Կներեք պետք է պատմեմ։ Давай։ Ասում աղջիկա ու դիվանագետի տարբերությունը։ Երբ որ աղջիկը ասում է չէ, դա նշանակում է կմտածեմ։ Եթե ասում է կմտածեմ, նշանակում է չէ։ Եթե ասում է հա, բա լավ էլի, այդ ինչ աղջիկ։ Եվ դիվանագետը ասում է, եթե դիվանագետը ասում է այո, այդ նշանակում է կմտածենք։ Եթե ասում է կմտածենք, այդ նշանակում է ամենայն հավանականությամբ չէ։ Եթե ասում է չէ, դե լավ է, դի դիվանագետ, որ ասում է չէ։ Հիմա ստեղ է։ Երբ որ դու բանակցում ես ոչ շահեկան դիրքերում, դու չպետք է ասես չէ։ Դու պետք է տաս հնարավորություն մի փոքր համաձայնելու, այսինքն դու ես մի քիչ համաձայնվում, դիմացինն է մի քիչ համաձայնվում եւ գտնում եք ընդհանուր հայտարար, եթե նպատակը այն է, ինչ հայտարարված է, ոչ թե դու ասում ես մի բան, իսկ մտքիդ լրիվ ուրիշ բան է։ Եթե նպատակը ուղիղ եթեր ստանալն էր, այդ ուղիղ եթերը արդեն տեղի էր ունենում, որովհետեւ տարբեր ռադիոկայաններ, ազատություններ, ԶԼՄ-ներ, չգիտեմ, տարբեր մեդիաներ այդ պահին լուսաբանում էին։ Ուղիղ եթերը արդեն կար։ Չէ, բայց իրան պետք էր հենց պետական հաստատության յուրացում։ Իրան պետք էր որ հանրային ռադիոն ծալվի իր տակ։
Ասեցի, այս տան մեջ ես եմ որոշում, ինչ կգնա եթեր, երբ կգնա եթեր, ոնց կգնա եթեր, ում հետ կգնա եթեր։ Ես եմ ստեղի տանտերը, ծրագրերի փոխտնօրենը ես էի։ Ցանցը իմ տնօրինության տակ էր։ Ասեցի, ուզում ես եթեր, կունենաս։ Իմ ասած ժամին, իմ ասած ձևաչափով, իմ ասած հաղորդավարով։ Չէ՞, հաջողություն ձեզ Եղավնային բարիք։ Չհամաձայնվեց, չէ՞։ Չհամաձայնվեց, հա։ Չհամաձայնվեց, հետո ուղղակի այնտեղ ֆիզիկական պայմաններ պետք է հաշվի առնես։ Տաղավարը փակ է, օդ չկա շնչելու։ Ինքը անկեղծ ասած բավականին չլված վիճակում էր, որովհետև օրեր շարունակ քայլեր էր, ֆիզիկապես արդեն դες դժվար էր։ Համարյա հերմետիկ տարածքա, որի մեջ լցված է լիքը մարդ։ Դու պատկերացնում ես ինչա կատարում։ Այդ պահին էլ չեմ հիշում, այդ պահին էր թե ես դուրս եկա ու այդ պահին մեկ էլ ինչպես եւ ձեզ մոտ լույսեր անջատվեցին։ Հա։ Թող բոլորը իմանան, որ այսօր լույսերը անջատվելու պատճառով մենք ահագին ուշ ենք ոդքասթը սկսել, ու ստիպված մի քիչ էլ պիտի կարճ տևի, որտեղ դու ունես ուրիշ պլաններ, հա։ Կարճ ասած այդպես, իրենք հասկացան, որ իրանք ոչինչ չեն ստանա։ Իրանք հասկացան, որ իրանց պայմանները չեն բավարարվելու, եթե ուզում են բավարարվեն, պիտի ինչ-որ բանել ինձ ընդառաջ գնան, իսկ դա չէր մտնում իրանց պլանների մեջ, այդ ես հետո արդեն մտածեցի, որ իրական իմաստը ուղիղ եթերը չէր։ Իրական իմաստը պետական հաստատություն յուրացնելն էր, ծալել իր տակ եւ ցույց տալ, որ պետական մարմին անցել է արդեն սպասարկում է իրեն։ Ինչը տեղի չունեցավ։ Բայց օրինակ մի հատ sense հարց տամ, էլի, ես գործի բերումով հանրային ռադիոյի շենք շատ եմ մտել տարբեր տարիների, ու ամեն անգամ, երբ որ դուռը բացել եմ, մտել եմ ներս ուզեցել եմ առաջ գնամ, միշտ այնտեղ 2 հոգի ամենակիչը զինված ոստիկաններ ատրճանակը ես տեսել եմ, կանգնած են եղել։ Այս անգամ ինչն էր պատճառը, որ գոնե օդ չկրակեցին։ Կարող են օդ կրակել, կարող է ոտքերին կրակել։ Գիտեմ, ոտքերին էլ կարող են, հա, թույլտվություն ունեին, այդ էր պատճառը, ոչինչ չի արվել։ Ցանկացած ոստիկանություն, ասես ցանկացած ոստիկան գործում է հրամանով։ Չէ, բայց ինքը եթե ունի իրավունք, այդ պահին ըստ իրավիճակի չէ կարող է գործի։ Ումից։ Վերադասից։ Բայց մինչև այդ հրամանը ստանա կարող է իր վրայով անցնային ասում։ Լավ էլի։ Բայց ամեն ինչ շատ ավելի արագ ու շատ ավելի կայծակնային է տեղի ունենում։ Եթե ոստիկանը չի կատարում որևէ բան, նշանակում է չունի հրաման։ Բայց այդ դեպքում հրաման ինչի չստացավ։ Եթե կարող էր տենց կայծակնային լիներ այդ հրամանը։ Իրան դժվար թե տեղյակ պահեին դրա մասին։ Իրան ասում են կամ կատարել հրաման, կամ կատարել չկրակելու հրաման։ Վերջ։ Ուրեմն փաստենք, որ ինքը ունեցել է չկրակելու հրամանը։ Ինչի համար եմ ես այս հրամանը կայացնում։ Բայց ուրեմն ստեղ կարելի է ենթադրել, որ ինքը չկրակելու հրաման է ստացել։ Այո, ես հարցրի իրան դրա մասին։ Բա ինչի։ Այդ հենց ասեց։ Փորձենք վերլուծել, օրինակ ինչի համար։ Եթե պետական պահպանություն ունեցող օբյեկտի վրա հարձակում է գնում։ Չէ՞։ Բայց դեպքում ինչի է չկրակելու հրաման դրվում։ Նայեք, ես ուժային կառույցի ներկայացուցիչ չեմ եւ կա գայթակղություն միանգամից մակերեսային ինչ որ համաժողովրդական կլիշեներ դուրս տալ։ Բայց հիմա փորձենք մի քիչ ավելի համակարգային քննական մտածելակերպ միացնենք։ Կարող է պատահի այնպես, որ երբ որ ուժայինը կիրառում է զենք, դա կարող է քիչ թե շատ խաղաղ իրավիճակը վերածել քաղաքացիական բախման։ Որն է ավելի լավ։ Մի հատ ջարդած դուռ ու մի հատ ստրեսված լիկա։ Թե քաղաքացիական բախում, որովհետև ու էլի ստրեսված լիկա։ Արդյոք դու կարող ես բացառել, որ դիմացինը չի սպասում քո կրակոցի, որ ինքն էլ լեգիտիմ հանի ու զենք հանի քո վրա ու կրակի, ու արդեն մարդկային զոհեր լինեն։ Ահա, այդ ինչ որ մենք հիմա մտածում ենք, մարդիկ կան ովքեր ղեկավարում են այդ կառույցները, որովհետև նմանատիպ բաներ մտածել են պարապել, ունեն դրա գիտելիք, ունեն այդ ռիսկերի հաշվարկը շատ ավելի երկար տարիներ, քան մեր ոդկասթն է հիմա։ Լավ, հետագայում բայց քրեական գործ չէ, կարող էր հարուցվել, որը որ կկանխեր հեղափոխությունը։ Հարուցվեց։ Բայց ինչի՞ ոչինչ չկանխեց։ Բայց հարուցվելուց հետո կարող է լինել ձերբակալություններ։ Նրանց հետո երբ որ գնաց իրան ազատ արձակեց, ես չգիտեմ ինչ են այնտեղ խոսացել իրար հետ, դրանից հետո ինքը դարձավ վարչապետ եւ քրեական գործը կարճվեց։ Բայց իրեն բռնել էին դրա համար, որ ինքը ռադիոտուներ մտել, երբ որ մինչեւ Կարեն Կարապետյանի գնալ է, երբ որ իրեն կարծեմ հրապարակից չէ, հրապարակից դուրս գալ։ Չեմ հիշում կոնկրետ ինչի համար էին բռնել, համակցություններ, թե կոնկրետ սրա համար էր, չեմ էլ հիշում Տիգրան։
Բայց որ ուզենանք ճշտենք, այդ սախ նյութերը վերհանենք, այնտեղ այդ ամենը չկա։ Ինձ թվում է սա կարևոր հարց է։ Մենք ասենք արդեն շրջանցում ենք, մեր մասին չեմ ասում, էլի, առասարակ բոլորի մասին, հանրության մասին։ Դե որովհետև այն մարդիկ, ովքեր կարող են մեզ ստույգ եւ ազնիվ պատասխան տալ, նպատակահարմար չեն համարում եւ չեմ էլ մեղադրում, որովհետև նորից եմ ասում։ Ինչ գիտես, կարող է այդ պատասխանը առաջացնի էլ ավելի վատ հետևանքներ, քան հիմա է։ Միշտ հիշի, երբ որ դու ունես հնարավորություն կրակելու, դիմացինը նույնպես ունի այդ հնարավորությունը։ Հիմա կրակոցը կարելի է եւ ֆիզիկական, եւ տեղեկատվական, եւ տարատեսակ այլ ոլորտների մեջ։ Միշտ երբ որ դու կրակում ես, հիշի, որ դիմացից էլ կարան կրակեն։ Ասма հաղթում է ոչ թե նա, ով կրակում է առաջինը, այլ ում փամփուշտը տեղ է հասնում։ Կպնում է թիրախին։ Եվ ես sense մի հատ վերջին հարց եմ ուզում տալ, օրինակ ինչ կանեիր դու, եթե ունենայիր մեկ բան փոխելու հնարավորություն մեր երկրում, մի հատ բան sense փոխեիր ու իմանայիր, որ մեծ օգուտ է տալիս։ Բարդ հարցեր, հա։ Այդտենց հենց հիմա պատասխանելու չի։ Բլից հարցի նման է մի քիչ լավ sense ասեմ։ Ինչ հնարավորություն պիտի ունենա։ Մի բան որ ուզեիր, հենց հիմա փոխեիր այս երկրում, ինչը կլիներ։ Որևէ մի բան, ինչ կտա երկարաժամկետ արդյունք։ Որևէ մի բան, որը ոչ թե այսօրվա համար է, այլ մի բան, որը կտա ինձ հնարավորություն մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանալ։ Բայց կոնկրետ ինչ չես ասում։ Դա էս բանն է։ Չգիտեմ, դա պետք է մտածել, որովհետև օրինակ անգամ նման խոստում եւ անգամ նման տեսական պատկերացում, ասում եմ, զգուշորեն մտածեք ու երազեք, ձեր երազանքները սովորություն ունեն կատարվելու։ Դրա համար ես օրինակ որպես մասնագիտությամբ էլ հաղորդակցության մասնագետ, ես խնամքով եմ վերաբերվում խոսքին։ Բարձրաձայն ասած մտքին։ Ես չեմ սիրում անփութություն խոսքի մեջ։ Դրա համար պետք է մտածել։ Շատ լավ, կարծում եմ մենք բոլոր հարցերին անդրադարձանք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ինձ հյուր գալու համար, հետաքրքիր զրույց էր շատ։ Ուժեղ ոդքասթների եթերում բաժանորդագրվեք, լայքեք, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, կհանդիպենք հաջողություն։